Հարգելի հետևորդներ, իհարկե դուք հնարավորություն ունեք բաժանորդագրվելու մեր էջին, որպեսզի բաց չթողնեք մեր որևէ նոր հաղորդում կամ կարող եք չբաժանորդագրվել եւ կորցնել բոլոր հնարավորությունները հետևելու նոր հաղորդումներին։ Կամքը ձեզն է։ Սուսաննա Բաղդասարյան, Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի կարկառուն դերասաններից մեկը, ժամանակին եւ ոչ միայն, հիմա դու ավելի մանրամասն կպատմես այդ ամենի մասին եւ հիմա խոսում ես ֆրանսերեն։ Այո։ Ինչով է այդ ամենը պայմանավորված, խնդրում եմ ասա, ուր է իր այս տարիներին եւ ինչա փոխվել քո կյանքում, հատկապես ստեղծագործական կյանքում։ Դե հա, Պատանի հանդիսատեսի թատրոն, ինստիտուտից հետո լիքը լավ դերեր, հետո զուգահեռ տարբեր թատրոններ, հրավերով, Պարոնյան թատրոն, նույնիսկ ինստիտուտի տարիներին Սունդուկյան թատրոն, խաղում էի Ֆիգարոյի ամուսնությունում Ֆանշետ, Աննա Էլբակյանի հետ միասին, հետո Աննան գնաց իր բալիկին ունենալու, ես իրան փոխարինեցի, հետո Արմեն Էլբակյանի թատրոնում, իր նորաստեղծ թատրոնում եւ Արտաշես Հովանեսյանը ստեղծեց թատրոն այնտեղ, բայց հիմնականում երկու թատրոններ ավելի շատ, Պատանի հանդիսատեսի թատրոնը եւ Պարոնյան թատրոնը։ Այսպես, անցան տարիներ, մենք խաղացինք, լիքը լավ դերեր եւ այլն, ու մի գեղեցիկ օր Սովետ միությունը փլուզվեց։ Սկսվեցին դժվար տարիներ, շատ դժվար, շատ դերասաններ մնացին եւ դժվար ապրեցին, այդ թվում նաեւ ես մնացի եւ ապրում էի դժվար եւ հանկարծ մի հնարավորություն, մի opportunité, ասում ենք ֆրանսերեն դրան, մի հնարավորություն, մի ճանապարհ ստեղծվեց եւ մի առաջարկ, որ քեզ ես կարող եմ տանել Ֆրանսիա եւ դու կապրես Ֆրանսիայում։ Մի փեսացու, այսպես ասած։ Այն որ հայ-ֆրանսիական հարաբերությունները լավ բարձունքի վրա են, դա չի քննարկվում, բայց ինչն է Պիերին բերել Հայաստան, որովհետեւ դերասան շատ հայտնի, շատ սիրված Ֆրանսիայից եւ այսօր նա գտնվում է Երևանում։ Ինչն է այստեղ գտնվելու առաքելությունը։ J'ai monté un spectacle à partir d'un texte d'Albert Camus qui s'appelle Le mythe de Sisyphe. Comment? Le mythe de Sisyphe. Sisyphe, ça veut dire quoi? C'est un personnage de l'Antiquité grecque qui est condamné par les dieux à monter un rocher jusqu'au sommet d'une montagne. Ouais. Et une fois que le rocher est arrivé en haut de la montagne, le rocher redescend en bas de la montagne et Sisyphe doit aller le chercher pour le remonter en haut. Et pendant toute l'éternité. Il est puni parce qu'il a désobéi par les dieux. Ah, et en fait, Albert... Sisyphe, mais ça veut dire quoi le mot Sisyphe? C'est son prénom. C'est le nom du personnage. Ah, d'accord. Ուրեմն ասում ես Փարիզում բեմադրեցի մի պիես Ալբեր Կամյուի, մի պիես, որը կոչվում է Սիզիֆի միթը, գաղտնիքը, որը որ Աստծո կողմից անիծվում է, պատմում է պիեսը, ինչ որ բարձրանում է այդ ժայռի վրա։ Հետո հետագլորվում։ Հա, եւ Աստծո կողմից անիծվում է, այդ պիեսն է բեմադրում։ Allô? Et Serge Avedékian, qui est donc d'origine arménienne, est venu voir une lecture que j'ai faite avant de jouer le spectacle. Il est venu voir une lecture. Pardon. Եվ Սերժ Ավետիկյանը, մեր բոլորի կողմից հայտնի սիրելի Սերժը, մինչև որ ներկայացումը կխաղայինք, ոնց որ չիտկան, եկավ նայելու, լսելու չիտկան։ Et suite à ce spectacle, il m'a proposé de venir ici à Yerevan dans le cadre de... Suite à le spectacle ou suite à la lecture? À la lecture, suite à la lecture, voilà. On a un petit peu renoué, on se connaissait sans se connaître, et grâce à ce spectacle-là, on s'est connus. Et en fait, Serge, il chapeaute avec l'Institut français des rencontres depuis 5 ans entre des acteurs ou des metteurs en scène français et des jeunes acteurs arméniens. Ուրեմն երբ որ Սերժը գալիս է չիտկան նայում է, շատ իրան հետաքրքրում է ինչ որ ես անում եմ, մենք այդքան լավ ծանոթ չէինք իրար, բայց ոնց որ դրա միջոցով սկսեցինք ծանոթ լինել եւ Սերժը շատ մեծ կապեր ունի այստեղ ֆրանսիական ինստիտուտի հետ եւ իր մոտ միտք առաջանում, որ արի դու Հայաստան եւ քանի որ Սերժը անում է այդպիսի բան, բերում է մետորանսերներին, բեմադրիչներին եւ արտիստներին Ֆրանսիայից, որպեսի Հայաստանում թատրոնի միջոցով երիտասարդներին
մոտեցնենք ֆրանսիական լեզվին եւ ֆրանսիական մշակույթին։ Դա Սերժ Ավետիքյանի առաջարկն էր։ Voilà, parce que Serge lui-même, il a eu l'expérience quand il est venu en France, il venait d'Arménie, et il parlait pas un mot de français, il a dû apprendre le français très vite, il a eu la chance d'avoir un très grand rôle tout de suite dans un film en France, et je crois qu'il fait un petit peu ce rêve-là aussi pour d'autres acteurs arméniens jeunes qui pourraient avoir la chance de suivre le même parcours, et donc s'initier au français à travers le théâtre. D'accord. Ասում ինչի համար առաջացավ Սերժի մոտ այդ միտքը, որտեվ Սերժը երբ որ գալիս է Հայաստանից Ֆրանսիա, ինքը լինում է 20 տարեկան եւ մեկ բառ խոսելիս չի լինում ֆրանսերեն եւ 5 տարում շատ լավ խոսում է, սկսում է խոսել ֆրանսերեն եւ ասում է այդ 5 տարի հետո որ ինքը ֆրանսերենին լավ տիրապետեց, ինքը բախտ ունեցավ որ գտնվեր Փարիզում, ճիշտ ժամանակ ճիշտ տեղում 20 տարեկանում, հիմա 25 եւ անմիջապես շատ մեծ կարեւոր դեր ունեցավ գլխավոր դեր ֆրանսիական ֆիլմում դեռ չի ասել ինչ ֆիլմում եւ ասում է իր մոտ առաջանում է հետագայում այդ միտքը որ ինչի չօգնի հայ արտիստներին թատրոնի միջոցով, այսպիսի հանդիպումների միջոցով, այսպիսի էքսպերիենսի փորձերի միջոցով, որպեսզի կարողանանք մեր երիտասարդ արտիստներին ինչու ոչ օգնել ճանապարհ ունենալու դեպի ֆրանսիական մշակույթ։ Ինչ բախտը որ ինքը ունեցավ օրինակ։ Voilà. Love. C'est pour ça que voilà, j'ai tout traduit. Oui, c'est pour ça que je suis à Yerevan. Je travaille depuis 8 jours maintenant avec des jeunes acteurs arméniens sur une pièce d'Albert Camus qui s'appelle Les Justes. Mais les vrais acteurs ou juste les jeunes arméniens? Ah, ce sont de jeunes acteurs arméniens. Qui sont... Certains sont déjà dans la vie active. Oui, ils ont fait les études. Où tu as trouvé ces acteurs? Ah, mais c'est Serge qui s'est chargé de les sélectionner par rapport à des candidatures qu'il a reçues. Il en a retenu une quinzaine. D'accord. Ուրեմն ասում է եւ դա եղավ պատճառը, որ քանի որ Սերժը ֆրանսիական ինստիտուտի հետ կապերի մեջ է, դա եղավ պատճառը, որ ինձ ասեց, ես արդեն 8 օր այստեղ եմ եւ Սերժի կողմից ընտրված 15 երիտասարդ դերասանների հետ ես պարապում եմ էտյուդներ երևի մի րոպե հարցը տամ tu montes un spectacle ici avec les Non, je ne le monte pas parce que 15 jours c'est pas suffisant mais on fait un atelier. Tu fais un atelier sur des scènes qu'ils ont choisies. Voilà. Ուրեմն էտյուդները անում, ասում եմ ես ժամանակ հարցերցի ներկայացում ես անելու, ասեց ոչ իհարկե ժամանակ դրա չունեմ, բայց անում ենք էտյուդներ կամ սցենաներ, հատվածներ, ինչ որ ընտրել ենք ֆրանսերենով եւ ասեցի դրանք ում հետ ես դու աշխատում, ասեց որ երիտասարդ դերասանների որոնք որ արդեն դերասաններ են կամ գուցե սովորում են մասնագիտությունը որին որ ընտրել է Սերժ Ավետիքյանը։ Հասկացա, առաջին անգամա չէ Պիերը Հայաստանում։ Est-ce que tu es la première fois en Arménie? Oui, c'est la première fois que je viens. Այո, առաջին անգամ Հայաստանում։ Հասցրել է արդեն Երևանում կամ Երևանից դուրս որևէ ներկայացում նայելու ու հասկանալու դերասանական արվեստը ինչ համեմատության մեջ է։ Voilà, une question très intéressante. Est-ce que tu as eu le temps à Yerevan ou même en Provence voir au moins un spectacle? Oui. La semaine dernière, je suis allé voir un spectacle. Oui, je suis allé voir un spectacle. Alors, je ne sais plus dans quel théâtre c'était, évidemment, mais ça m'a beaucoup intéressé. Ça m'a énormément intéressé. Et c'était lequel spectacle? C'était d'après une pièce d'Arthur Miller qui se passe justement en France pendant le régime de Vichy, c'est-à-dire pendant la Deuxième Guerre mondiale. Ce sont des Juifs qui attendent de passer devant la police française pour savoir s'ils vont partir dans des camps d'extermination. Arthur Miller-ի ինչ որ ներկայացում է նայել, որը պատմում է հрьяաների երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հрьяաների հետ կապված ինչ որ գործողություններ, որոնք սպասում էին. Ils attendaient les juifs de quoi? Ce sont des Juifs qui attendent
ils vont passer devant la police française et ils risquent d'être envoyés dans des camps d'extermination en Allemagne. Ուրեմն պիես բանը ներկայացման սյուժեն ասում, որ Արթուր Մյուլլերի այդ պիեսն է նայել, որ հрьяաներն էին, որ սպասում էին ֆրանսիական պոլիսի մոտով, որ պիտի անցնեին ու հաջողեին անցնել, թե կուղարկվեին համակենտրոնացման ճամբար։ Խնդրում եմ կճշտես, արդյոք դա աշտարակի 42-24 ներկայացումն է եղել, թե ոչ։ Est-ce que c'était, tu as vu ce spectacle à Yerevan ou aux alentours? Je l'ai vu dans un théâtre à une vingtaine de kilomètres d'ici. Oui, et je sais que c'était... Est-ce que ça s'appelait Ashtarak, le petit... Non, il y avait... Non, mais Ashtarak, c'est lieu-dit, enfin pas lieu-dit, mais la ville où tu as regardé le spectacle. C'est un théâtre qui ressemble beaucoup à une église, en fait. C'est un théâtre rose. Հետաքրքիր մի թատրոն է, որը նման էր բանը եկեղեցու, գույնը ռոզովի է։ Աշտարակի թատրոնի 42-24 ներկայացման մասին է խոսքը։ Lui il a compris, ուրեմն Աշտարակ նայել է Աշտարակի թատրոնի, որը բեմադրել է ով։ Գոր Մարգարյանը։ Գոր Մարգարյանը։ Ah oui, on connaît le metteur en scène. Ah oui, c'était un très bon travail. Ասում եմ նայել եմ եւ շատ եմ հավանել, հրաշալի ներկայացում էր. Ah oui, on connaît. Moi, j'ai pas vu le spectacle, դու նայել ես ներկայացումը, ես էլ չեմ նայել, այս արդեն մեզ պարտավորեցնում է, որ գնանք նայել։ Il l'a vu? Non, il l'a pas vu, et même pas moi, mais là tu nous as motivés. Ah oui. Il faut qu'on y aille voir le spectacle. En fait, c'est... Tu as beaucoup aimé? Oui, j'ai beaucoup aimé. En fait, j'ai beaucoup aimé. C'est un atelier de fin d'année de la formation des acteurs dont tu me parlais tout à l'heure. C'est un travail d'atelier, c'est un travail d'acteur. Ասում է այդ ներկայացումը ոնց որ երիտասարդների ոնց որ աշխատանք էր։ Ce sont des élèves de l'institut de la dernière année qui sont avec des acteurs, d'après ce que j'ai compris, qui sont déjà très connus en Arménie. Très expérimentés. Oui, et même connus. Même connus. Ուրեմն ուսանողներն են եղել, պիտի գնանք նայենք այդ ներկայացումը, որոնք հայտնի դերասանների հետ էին խաղում, բայց հիմնականում ուսանողները վերջին տարվա վերջին կուրսի երեու դիպլոմային։ Et c'était vraiment intéressant parce que je ne parle pas un mot. Շատ հետաքրքիր էր, բացարձակ ոչ մի բառ չեմ խոսում հայերեն կամ հասկանում։ Et les acteurs étaient tellement intenses et tellement habités par leur rôle. Que je n'ai pas lâché le spectacle pendant une seconde. Et tu t'en foutais que tu comprenais Oui, parce que je ne comprenais pas, mais je me racontais peut-être une histoire qui n'était pas exactement l'histoire de la pièce. Mais moi, j'étais touché. Mais tu connaissais la pièce? Mais non, je la connaissais pas. Pas du tout, non. même. Et j'étais touché parce que je voyais à peu près, il y a une douzaine d'hommes qui attendent de passer devant la police française, et chacun a un caractère très particulier, un personnage très particulier. Il y a des conflits entre eux aussi. Il y en a qui pensent que va pas y avoir de problème, que c'est pas grave. Il y en a qui disent oui, si c'est très grave, qui risquent de partir dans des camps. Tu as compris ça? J'ai parlé après avec ma traductrice et on s'est rendu compte que Tu as tout compris, quoi. Eh oui. Նա ինչ ասում է, ուրեմն ներկայացումը երբ որ ես նայում եմ, ես այդ պիեսին ծանոթ չէի Ալբերտ Կամյուի, բայց մեկ անգամ եւս այստեղ ուզում ենք հասկանալ, որ արվեստը լեզու չի ճանաչում, չէ՞։ Մենք ոնց ենք գնում հյուրախաղերի տարբեր երկրներում, մեր լեզվով խաղում ենք, ճանաչում են, չէ՞, մարդիկ հասկանում են։ Հիմա ասում եմ, ես չէի ճանաչում բոլորովին պիեսը, բայց ես ուրեմն նայում եի եւ արտիստները այնքան ճիշտ էին խաղում եւ այնքան էին մտած իրանց կերպարի մեջ, ես բառ առ բառ թարգմանում եմ, ինչ ասում է Փիերը, այնքան էին մտած իրանց կերպարի մեջ եւ ես ասում եմ, նենց էի նայում, ոչ մի վարքյան չեմ կտրվել ներկայացումից եւ ասում եմ, երբ որ ներկայացումը ավարտվեց, հետո ես իմ ինտերպրետի հետ էի, թարգմանչու հետ էի եւ ասում եմ, ես իրան ասեցի, այսպես ու այսպես, ասում եմ, պարզվեց, որ ես ամեն ինչ հասկացել եմ։ Merci էլի Աստծուն, որ թատրոնը էտա էլի, c'est grâce à Dieu que le théâtre c'est universel en fait, pas besoin de comprendre les langues en fait, en général, l'art en général. Oui, mais je crois que ça dépend quand même aussi de la qualité des acteurs. Ասում եմ, ես իրան ասում եմ փաստորեն, որ դա արվեստի լեզուն է, որ լեզու չի ճանաչում, ասում եմ, բայց ամեն դեպքում արտիստների որակից էլ է կապված. Oui, bien sûr, իհարկե, համաձայն ենք. Et je peux même dire une chose, c'est que par rapport à beaucoup de spectacles que je vois en France, qui sont nos spectacles souvent dans le théâtre public en France, qui sont des spectacles sur lesquels on travaille beaucoup sur la forme, sur l'esthétique.
sur on recherche une modernité et des fois au détriment un peu de la vérité. Voilà. Et là, c'était un spectacle complètement dépouillé. En fait, c'était vraiment chaque acteur investissant la profondeur du texte et de la situation. C'est pour ça que ça m'a intéressé, parce que ça vibrait, quoi. Les gens, ils vibraient vraiment. Les personnages vibraient. C'était l'âme qui s'exprimait. Գիտես ինչ ասում, ու ասում է, երբ որ ես նայեցի ներկայացումը եւ համեմատություն էի անցկացնում բնականաբար այն շատ ներկայացումներ, որ նայել եմ Ֆրանսիայում, հատկապես պետական թատրոններում ներկայացումներ, այնտեղ շատ ոնց որ փնտրում են, աշխատում են ավելի շատ ֆորմայի մեջ, էսթետիկայի ֆորմայի ձևի եւ շատ հաճախ կորցնում ես հիմնականը խորությունը ու ճշտությունը, իսկ այստեղ ասում այնքան ամեն ինչ հավասարակ, c'était très équilibré, այնքան ամեն ինչ հավասարակշռված էր, հավասար էր բաշխված, որ դա ինձ դրիվ բավարարեց ու դրա համար ես հասկացա փաստորեն Եվս մի հարց Պիերին, գաղտնիք չի, որ post-սովետական երկրները հատկապես շատ Ինչ սովետական post-սովետական, հետ-սովետական երկրները առաջնորդվում են ռուսական դպրոցով, Ստանիսլավսկի, Չեխը, Վախթանգը, որ այդ շարքը կարելի է շատ շարունակել, ու հետևաբար արտահայտչամիջոցները մի փոքր պետքա տարբերվեն եվրոպական թատրոնից։ Կա արդյոք տարբերություն իր նայածի եւ իր մնացած տեսածների մեջ արտահայտչամիջոցների հատկապես տարբերություն Այդ հարցին ես էլ կպատասխանեի, բայց քանի որ իրան արտադրված, բայց այդ նենց վառվում եմ ցանկությամբ Սուսաննա, մեկ րոպե, համբերեք, ձեզ էլ ենք անդրադառնալու Je ne sais pas, je crois que la langue théâtrale, c'est une matière avec des êtres humains qui traversent des situations, des enjeux, et que tous les outils sont nécessaires. Moi, je me sers beaucoup de Stanislavski dans mon travail. Oui, ասում եմ ես էլ օրինակ շատ օգտվում եմ իմ աշխատանքի մեջ Ստանիսլավսկուց, բայց ասում եմ Փարիզում այդ public թատրոններում պետական ավելի շատ ֆորմայի վրա են աշխատում, ձևի վրա են աշխատում ու ֆորմայի վրա, որ ես այդ տարբերությունը զգում եմ եւ ոնց որ ինքը արտահայտվում է, իրան ոնց որ շատ հարազատ է ու ասում, այսինքն դուրը շատ գալիս ասա, դրա համար է հասկացել այդ պիեսը, որ նայել է, էլի Donc il y a un petit différence. Il y a une grande différence. Là, je trouvais que les... Du bon côté, quoi. En tout cas, ça m'a intéressé. Չեմ կարող ասեմ ասում ես ասում եմ լավ կողմի լավն է տարբերությունը, այսինքն ասում եմ ես չեմ կարող ասեմ որ լավ կամ վատ է, ամեն դեպքում ինձ հետաքրքրեց, տարբեր էր։ Chaque personnage avait un costume qu'un autre personnage n'aurait pas pu porter, une façon de parler qu'un autre personnage n'aurait pas eu. Ամեն պերսոնաժը ասում է ուներ կոստյում, որ այն մյուսը երբեք չէր կարող ունենալ, եւ այս մեկը ինչ տիպի որ խոսում էր, արտահայտվում էր, այն մյուսը տենց չէր կարող անել։ Pourquoi Paris, c'est pas ça? Actuellement, dans ce qu'on appelle le théâtre contemporain, il y a une volonté de déconstruire le personnage. Déconstruire, c'est-à-dire que un personnage ne va pas être le même pendant la pièce. C'est-à-dire qu'on va, par exemple, l'avare. Toute la pièce. Pendant toute la pièce, l'avare. Si, pendant toute la pièce, l'avare va être l'avare. Pendant toute la pièce, Alceste, dans le Misanthrope de Molière, il va être un misanthrope. Maintenant, dans l'écriture contemporaine, il y a une volonté de faire entendre. On quitte ces personnages-là qui sont des types, en fait. Ah, d'accord. Qui sont on cherche autre chose. Voilà, qui sont des figures. Et pendant le même spectacle, et pendant le. Mais non, mais même dès l'écriture. Dès l'écriture, on n'a plus des figures comme ça. Ah. C'est-à-dire que le dramaturgie contemporaine. Oui, c'est ça, c'est ça. Ուրեմն ասում ա որ այդ կլասիկ ձևը հիմա նոր դրամատուրգները, նոր ժամանակակից թատրոնի հետևորդները կոտրում են այդ կարծրատիպերը, որ ասենք թե օրինակ Մոլիերի բանը ժլատը, հա,
տիպիկ կլասիկ ձևը այս սենցա ու սենցա խաղացվում բոլորս անգիր գիտենք հիմա նոր դրամատուրգիան ու նոր թատրոնը կոտրում է այդ կոդերը մի քիչ ուրիշ բան է փնտրում դրա համար է շատ ավելի շատ բանի մեջ էլի արտակինի ոչ թե արտակին տեսքի այլ մոտեցումը մի քիչ ավելի տարբեր է Si je prenais une image, c'est un petit peu comme la peinture a évolué. Si on regarde la peinture de la fin du 19e siècle en France, օրինակ ասում եմ, եթե ես հիմա մի հատ ինչ-որ image բան պատկերացնեմ, նկար, օրինակ, երբ որ 19-րդ դարի նկարչությունը Ֆրանսիայում ինչպես էր, voilà. Et comment à travers le 20e siècle, la peinture elle est de plus en plus abstraite, comment elle représente pas nécessairement des scènes de la vie quotidienne, mais un tableau peut n'avoir pas de forme immédiatement identifiable. C'est-à-dire que, tu vois, tu as du mal à comprendre ce que je dis. Oui. Et ça, c'est vraiment le symptôme de ce qu'on est en train de vivre en France actuellement. Comment on déconstruit la nature humaine, comment on essaye de disséquer. On n'est pas assez simple dans la construction d'un être humain. Que moi, j'ai vu des êtres humains sur le plateau avec les acteurs arméniens. Tu comprends ? Des êtres humains. C'est-à-dire, j'ai vu des personnages qui, dans la vie, peuvent être identifiés comme des êtres humains. C'est-à-dire, ils ont les émotions d'un être humain. Il n'y a pas de truc, on ne truque pas, on va au fond de l'âme. Ah oui, voilà. Mais là, le théâtre contemporain en France, ça ne se cherche pas, ça? Non, c'est autre chose. Pourquoi? Je ne peux pas te dire, je ne comprends pas. Et ça te plaît, ça? Non. Ah oui, non, non, pas du tout. Non, non, pas du tout. Mais qu'est-ce qu'ils font alors? Il y a une espèce de théâtre très bourgeois, très intellectuel. En France, il y a deux types de théâtre. Il y a un théâtre qui est un peu trop intellectuel, qui est intellectuel. Et il y a réfléchi. Voilà, et il y a le théâtre de boulevard. Boulevard, ah ouais, ça on d'accord. Mais le théâtre qui va vraiment s'intéresser à la nature humaine, c'est-à-dire à l'inquiétude. On finit ça. Tu veux dire oui, que ça n'est plus. Oui. Ça n'existe plus. Նա ինչ ասում, ցավոք սրտի որ Իրան դա դուրս չի գալիս, այս ժամանակակից թատրոն ասվածը կոնտեմպորեն չի խորանում մարդու հոգու մեջ, մարդու պերսոնաժի մեջ, մարդու տիպի մեջ, ասում եմ, ինչ որ ես այստեղ տեսա, շատ չոտկի, շատ կլասիկ, շատ տիպիկ, որ ու այդպիսի մարդիկ, ասում եմ, ես փողոցում տեսնում եմ ու ես տեսնում եմ բեմի վրա, իրանք տենց են ու դա ինձ շատ է դուր գալիս։ Փարիզում ասում եմ այդ նոր թատրոնը, իրանք այդ չեն փնտրում, նրանք ջարդում են ու ինչ որ ուրիշ բաներ են անում, որը որ այդքան անհասկանալի չի ու երկու տիպի թատրոն կա թատրոն կլասիկը եւ կա թատրոն, որ այտենց ժամանակակից ավելի շատ մտածողություն, փիլիսոփայություն, ավելի շատ ինչ որ sense պատկերներ, բաներ, բայց դա չի բացառում, որ արդեն վերացել է կլասիկ թատրոնը կամ չկա, ուղղակի ճաշակի եւ ժամանակների խնդիրը։ Լավ, շնորհակալություն։ Mais si tu veux, même quand je regarde la rue à Yerevan. Երբ որ ես նայում եմ փողոցում Երևանում, quand je suis arrivé samedi, le dimanche, je suis allé dans un restaurant où il y avait une vitre. Ուրեմն շաբաթ օր եկա, Կիրակի գնացի ռեստորան, այնտեղ ուրեմն այդ ռեստորանում մի հատ պատուհան էր։ Je regardais les gens passer. Նայում էի մարդիկ անցնում էին։ Je regardais une famille passer, les sœurs qui se donnent la main. Նայում էի, ասում եմ, ընտանիքը անցնում եւ քույրերը իրար ձեռք էին բռնել։ La famille qui est ensemble, on sent qu'elle est réunie. Oui, ընտանիքը միասին է, զգում ենք, որ այդ մարդիկ միասին են։ Il y a une espèce de simplicité, de complicité, de partager quelque chose d'humain et de simple. Նկատում եմ, որ մարդկանց մեջ կա պարզություն, կոմպլեսիտե իրար լրացնելու եւ իրար հետ լինելու պահանջ C'est beaucoup plus fort qu'en France. Շատ ավելի ուժեղ է, քան Ֆրանսիայում է դա։ Il y a une espèce de simplicité de l'existence. Մի հատ հետաքրքիր պարզություն կա լինելիության, un goût d'être ensemble. Համ միասին լինելու,
qui me semble, peut-être que je me trompe, hein. Non, tu te trompes pas. Je me C'est trompe pas. vraiment ça. Hein. Voilà, c'est ça. Tu sens ça aussi, la différence avec la Mais France? bien sûr. Ah, mais voilà. Bien sûr. Et bien, le théâtre français ressent ça aussi. Ուրեմն ասում եմ հասկանում ես, որ ֆրանսիական թատրոնն էլ այդպիսին է։ Ավելի ֆիլոսոֆիկ, ավելի մտածելով, ավելի, բայց այդ խորությունը, այդ որ մենք անընդհատ բացում ենք կերպարը, ինչ է սենը, ասում եմ դա կորցնում է ժամանակակից թատրոնը։ Et résultat de ça, c'est que ce sont toujours les mêmes gens qui vont au théâtre. Le peuple n'y va plus. En France? Oui. C'est pas vrai. Mais bien sûr. En région parisienne. C'est mauvais ça alors. Mais bien évidemment. Նայ c'est դուրը mauvais. չգա ու ասում է եւ դրա ռեզուլտատը ինչ է այդ ժամանակակից թատրոնի որ էլ ոչ մեկ թատրոն չի գնում այսինքն թատրոն գնում են միայն նույն պուբլիկան այդ ինչ որ մասսա կա որ այդ սիրում է այդ sense բաները ծուր հասկանում Donc vont au théâtre en France les acteurs, ովքեր են գնում թատրոն Ֆրանսիայում դերասանները les gens qui sont issus des milieux les plus favorisés, les médecins. Այն մարդիկ, որոնք դուրս են գալիս ավելի առավել շրջապատից, այսինքն որոնք հնարավորություններ ունեն թատրոն գնալու, բժիշկներ եւ այլն, Les enseignants, ուսուցիչներ, ça. բժիշկներ, Mais il y a plus de gens simples qui vont au բայց théâtre. հասարակ Ils vont plus. ժողովուրդը էլ չի գնում, C'est parce que ça, on ne s'adresse plus à eux. որովհետեւ ասում է, էլ իրանց չենք մենք ադրեսի անում, դիմում, այսինքն ինչ է ստացվում, ça veut dire que eux, les gens simples, ils se retrouvent pas sur scène. Ben non. C'est pour ça. Mais bien sûr que non. C'est quand ինչ է ստացվում, մենք որ ներկայացում անում ենք նայում ենք, մեզ այնտեղ իդենտիֆիե ենք անում, չէ՞, տեսնում ենք բեմում, ասում է, էտա իրանց էլ չեն տեսնում այնտեղ։ Ինչ-որ ուրիշ ֆիլոսոֆայություն են տեսնում, նոր ժամանակակից կոնտեմպորան բաներ, որ այլ ժողովրդին չի հետաքրում, ու այդ ժողովուրդը այլ չի գնում։ Ես այս պահին ուզում եմ ձեզ հանձնել թատրոն տանիքում մի կողմից տրամադրված հրավիրատոմսեր, որտեղ դուք հնարավորություն ունեք երկու ներկայացում ձեր նախընտրությամբ գալու եւ երկու հոգով նայելու։ Խնդրեմ, սիրով հանձնում եմ սա ձեզ։ Donc ça c'est une invitation pour ce théâtre Oui. qui est là pour voir deux spectacles différents. Merci beaucoup. Si tu as envie. La prochaine fois quand tu viendras, parce que tu n'auras pas le temps peut-être, et j'espère que tu me verras aussi. Ես կարող եմ իմնել իրան նվիրել. Moi je peux t'offrir la mienne aussi parce que je suis là pour un petit moment et que je peux avoir la possibilité de venir voir et toi peut-être tu peux inviter tes amis. D'accord. Je te donne la mienne. C'est gentil. C'est-à-dire que tu en as 4 maintenant. Voilà le caractère arménien. խնդրեմ հայկական բնավորություն։ Եվ լիահույս եմ որ մենք On sait accueillir. Très généreux. Oui, on sait accueillir, bien sûr. Գիտենք բան անել, հյուրընկալ, oui, hospitalité.